Բարև ձեզ։ Խոստացել էի հրապարակային դիմումով այս հայտարարությունն անել եւ հաստատի անում եմ։ 2025-ի սեպտեմբերին Ժաննա Անդրեասյանը, մեր մշակույթի, կրթության, գիտության, սպորտի նախարարը, իր մի քայլով հաղթահարեց այն անջրպետը, որ առաջացել էր մեր եւ իր նախարարության ստորաբաժանումների միջև, եւ մեզ խոստացավ, որ Հովհաննես Թումանյան Պողակ թանգարանի Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն թանգարանում անվճար ուրեմն գտնվելու եւ ցուցադրվելու դարաշրջանի ժամանակաշրջանին վերջ է տրվում եւ անցնում ենք այլևս 2 տարի անց անցնում ենք բարձրակալական նորմալ փոխհարաբերությունների, որովհետեւ մենք շատ լուրջ խնդիրներ ունեինք այդ առումով եւ այդպես շարունակվել չէր կարող։ Մանավանդ որ Հովհաննես Թումանյան թանգարանի շենքի կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումը, չգիտեմ դա հիմա ինչպես է կոչվում, այդպես էլ տեղի չէր ունեցել եւ այս մարդիկ փաստորեն մնացել էին պետության եւ մեր հույսին։ Այդ հավաստիացումը տեղի ունեցավ, սակայն տեղի չունեցավ պայմանագրի կնքումը եւ արդեն 8-րդ ամիսն է մեզ տարբեր բացատրություններ են տալիս առ այն, որ այդ փաստաթղթերը ինչ որ տեղում են, մեկ պետգույքի կառավարման կոմիտեում, մեկ ֆինանսների նախարարությունում, մեկ չգիտեմ որտեղ։ Անցած 8 ամիսների պարապորտը շատ ծանր ձևով է անդրադարձել մեր գործերի վրա եւ առհասարակ անտրամաբանական չհիմնավորված անմիտ բացատրությունն ենք այդ ամեն ինչը համարում եւ համարում ենք, որ այդ ամեն ինչը պարզ չկամության եւ գործավարական տգիտության արդյունք է։ Հիմա ուղղակի առաջարկս է, որ պատկան նախարարությունները, ստորաբաժանումները, այնտեղ կարծում եմ կան ռացիոնալ մտածող, իրենց գործը իմացող մարդիկ, ի վերջո զբաղվեն սրանով, այս հարցով եւ ստապ պատասխան տան մինչեւ ապրիլի 1-ը ունենանք այդ պայմանագիրը վերջապես սեղանին, ստորագրենք, ինչպես նաեւ պատասխան տան եւ ձևը գտնեն անցած 8 ամիսների խոստումը նույնպես փոխհատուցելու, որովհետեւ եթե իրենց համար դա ոչինչ է, մեզ համար դա էական խնդիր է, այդ 8 ամիսների համար դարձյալ չվճարված լինելը։ Եվ ի վերջո տիկին նախարարը իր վերահսկողության տակ առնի իր խոստման իրագործումը, որովհետև կարծես թե այլ կերպ դա ոչ մի կերպ տեղի չի ունենում։ Մանավանդ մեզ հուշում են, որ երբ նախարարության սահմաններից այդ խնդիրը դուրս է գալիս, դարձյալ գնում ու թաղվում է չկամության եւ բյուրոկրատիայի ուրեմն գրկում։ Կսպասեմ պատասխանի, դիմացը հանգստյան օրեր են, հետո 2 շաբթի եւ 3 շաբթի օրերը, մինչեւ ամսի 31-ը կսպասեմ պատասխանի։ Շնորհակալություն։